Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության մինչեւ կա 930 կիլոմետր սահման, որը փակ է։ Եվ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ չկա այնպիսի էներգո համակարգ, որը եղել է սովետական միության ժամանակ, պատերազմի ժամանակ պարզ պատճառով, հա, կանգնեցվել այդ գործունեությունը, ոնց որ Սյունիքի երկաթգիծն էր, եւ այժմ վերագործարկեն կամ վերաշարքեն, եթե Նիկոլ Փաշինյանը ի նկատի ունի Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ ստորագրվի համատեղ պետության հուշագիր, որը 99 թվականին Ռուսաստան եւ Բելարուսի միջեւ կնքվեց։ Կամ ինչ-որ կոնֆեդերատիվ պետություն ստեղծենք հայ-ադրբեջանական, սահմանը բացվի, միանալու բան չկա, պարզապես արդեն մի պետության սահմաններում է էներգետիկ համակարգը գործելու եւ չգիտեմ ոնց է լինելու հայ-իրանական գազամուղի եւ հայ-ռուսական գազամուղի այդ համակարգի հարցը։ Հետևաբար ես երրորդ տարբերակ չեմ տեսնում, թե ինչպես է Հայաստանի Հանրապետության այդ ողջ էներգետիկ համակարգ, այդ ողջ հանգույցը միավորվելու, Ադրբեջան էներգետիկ համակարգ է, սա մեկ, երկրորդը Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները կբավարարեն Հայաստանի Հանրապետության, հա, էներգետիկ պահանջարկը բավարարել։ Միայն 2024 թվականին Հայաստանի Հանրապետությունը արտադրվել է շուրջ 9 միլիարդ ժամ կիլովատ էլեկտրաէներգիա։ 25 թվականի տվյալները դեռ պարզ չի։ Ադրբեջանը կարող է բավարարել Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի պահանջարկը, գազի պահանջարկը, նավթամթերքի պահանջարկը։ Իմ խորին համոզմամբ վստահ եմ, որ ոչ, չի կարող բավարարել։ Հետևաբար ինչ էներգո համակարգերի միավորման մասին է խոսքը գնում։ Եթե այն համաձայնագիրը, որ իրականում կա եւ Հայաստանի Հանրապետության ազգային շահերից է բխում եւ էներգետիկ անվտանգության եւ հասանելիության շահերից է բխում, կա նման համաձայնագիր։ Հայաստանի Իրանի միջև, Հայաստանի Վրաստանի միջև, Հայաստանի Ռուսաստանի միջև եւ առավել եւս եռակողմ հայ-իրանա-վրացական համաձայնագիր կա, որ երեք երկրների էներգետիկ համակարգերը միավորվեն իրար եւ փող լրացնեն, համատեղ ներդրումներ արվեն, այս երեք երկրների էներգետիկ անվտանգության գործակիցը բարձրացնեն։ Եվ եկեք չմոռանանք, որ դեռ խորհրդային միության տարիներից Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կար էներգետիկ համակարգի արդեն իսկ համագործակցություն եւ մինչ օրս շարունակվում։ Հետևաբար Հայաստանի Հանրապետությունը Վրաստանի Հանրապետությանը չէր կարող էլեկտրաէներգիա վաճառել։ Եվ Իրանի հետ վերականգնեցին կամ կառուցեցին էներգո համակարգերի միավորման այդ հանգույցները։ Իսկ Ադրբեջանը ինչպես է պատկերացնում երկրի ղեկավարը, մեր էներգո համակարգը միավորենք Ադրբեջան էներգո համակարգի հետ, ժամանակը ցույց կտա։